Եթերում հերթապահ մասի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Հաշված րոպեների ընթացքում գրեթե առանց հետքեր թողնելու տեղահան էին անում ու տանում մի քանի 100 կիլոգրամանոց տրանսֆորմատորները։ Տանտիրուհուն բնակարանում անշնչացած գտան, գլխին հայտնաբերվեց առնազեղված 8 վերք։ Չարժը մի քանի հազար դրամի խնայողության համար կարևոր գործարքները վստահել անծանոթների, որոնք ամեն պահի կարող են ձեր գումարների հետ անհետանալ։ Գողությունների հետևանքով տուժում էին ոչ միայն կոնկրետ կազմակերպություններ ու անձեր, այլև ամբողջ համայնքներ ու թաղամասեր, զրկվելով մեկ խմելու, մեկ ոռոգման ջրից։ Կես տարուց ավելի տևած ջրազրկումներին վերջ տվին Արմավիրի ոստիկանները։ Անցյալ տարվա հունիսն էր, երբ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ ստացվեց մարզի գյուղերից մեկում խորքահորային սնուցման ուժային էլեկտրակայանի տրանսֆորմատորի գողության վերաբերյալ։ Հանցագործները գիշերով տեղահան էին արել ու գողացել մոտ 1,5 միլիոն դրամ արժողության տրանսֆորմատորը։ Մինչ բացահայտման աշխատանքներ էին ընթանում, վարչական տարածքում նմանատիպ այլ դեպքեր ևս գրանցվեցին։ Ինչպես շուտով պարզվեց, ոչ միայն ոստիկանության Արմավիրի վարչական տարածքում, այլև հանրապետության մի շարք այլ շրջաններում, ընդգրկելով Արագածոտնի եւ Արարատի մարզերը։ Գողությունները կանխելու եւ հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվեցին համալիր միջոցառումներ։ Բացահայտման գործողություններին ներգրավվեցին նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի ու Մասիսի բաժնի աշխատակիցները։ Դեպքի վայրերի ուսումնասիրությունները, մարզի մի շարք գյուղերում ու դաշտերում կազմակերպված շուրջօրյա դարանակալումներն ու օպերատիվ հետախուզական գործողությունները ոստիկաններին թույլ էին տալիս ենթադրելու, որ գործ ունեն բավական հմուտ, իրենց գործը լավ իմացող անձանցից բաղկացած եւ լավ կազմակերպված խմբի հետ, որոնց հաջողվում էր հաշված րոպեների ընթացքում գրեթե առանց հետքեր թողնելու տեղահան անել ու տանել մի քանի 100 կիլոգրամանոց տրանսֆորմատորները։ Շուտով Արմավիրի բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց գտնել կասկածյալների հետքը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունը կատարում է Պրոշյան գյուղի բնակիչ, նախկինում բազմիցս դատապարտված Արմեն Պետրոսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների Արմեն Պետրոսյանը հանցագործությունները կատարում էր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ Էդգար Ղումաշյանի եւ Պրոշյան գյուղի բնակիչ Արտուր Իսրայելյանի հետ միասին, իսկ ձեռք բերված գողոնը իրացնում էին Արտուր Իսրայելյանին պատկանող Պրոշյան գյուղում գտնվող Տրանսէներգո ՍՊ-ում, իսկ գողոնի մի մասը Արարատի մարզի Մխչյան գյուղի տարածքում գտնվող Նորակ ՍՊ-ի տարածքում։ Հանցագործությունները կատարած անձանց ինքնությունները պարզելուց հետո իրավապահները շուտով նաև տեղեկություններ ստացան, որ նրանք նոր գողություն են ծրագրում։ Պարզվեց նաև գողության մոտավոր վայրն ու իրականացման ժամը։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը կազմակերպված դարանակալումների ընթացքում մեր տեսադաշտում հայտնվեց Արմեն Պետրոսյանը իր կողմից վարվող գազեր մագնիշի ավտոմեքենայով։ Հետապնդեցինք ավտոմեքենան եւ ոստիկանության բաժին բերման ենթարկեցինք Արմեն Պետրոսյանին, իսկ Էդգար Ղումաշյանին հաջողվեց դիմել փախուստի։ Ժամերի ընթացքում կազմակերպվեցին եւ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեցին Պրոշյան գյուղի բնակիչ Արտուր Իսրայելյանը եւ Արմավիրի մարզի Մխչյան գյուղի Նորակ ՍՊ-ի աշխատակից Վռամ Ավետիսյանը։ Ոստիկանության բաժին տեղափոխվեցին նաև նրանց բեռնատարները, գողոնով բարձված։ Բացահայտվեց գողության մեխանիզմը։ Ըստ նախնական տեղեկությունների, կասկածյալները նախ շրջում էին գյուղերում եւ հարակից դաշտերում, ընտրում թիրախները, ուսումնասիրում տարածքը, ապա գիշերով գալիս էին արդեն բեռնատարներով։ Ընդամենը մի քանի րոպեում ջարդում կամ պոկում էին տրանսֆորմատորների ամրակցման հատվածները, բարձում մեքենան եւ հեռանում տարածքից։ Գողացված ապրանքը կամ նորոգում, ներկում եւ 1000-ից 1200 դոլարով վաճառում էին, կամ էլ հենց այդ վիճակում մի փոքր ավելի էժան վաճառում նման սարքերի նորոգմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություններին։ Աներկելի փաստերի ճնշման տակ կասկածյալները ստիպված էին խոստովանել, ներկայացնելով տարբեր, երբեմն իրարամերժ վարկածներ, ամեն կերպ ջանալով թեթևացնել իրենց մեղքի բաժինը։ Եթե Արտուր Իսրայելյանը խոստովանում էր գողությունը, ապա Արմեն Պետրոսյանն ու Վռամ Ավետիսյանը կատարվածը փորձում էին արդեն միանգամայն այլ տեսանկյունից ներկայացնել։ Առել եմ գողացած տրանսֆորմատոր, երկրորդ անգամ եմ բերել, եկան ցեղ տեսան, որ տենց գործ եմ անում, ասին քեզ տենց բաներ այդ աշխ, ասի հա, դե գործ տրանսֆորմատորին ապրանքամ մատերիալն է պետք գալիս է։ Երկրորդ անգամ եմ բերել տրանսֆորմատոր, երկրորդ անգամ ջարդած կիսատ վրա տրանսֆորմատոր 200,000 փող եմ տվել։ Երրորդ անգամ որ բերեցին, արդեն պատկերացրի, որ գողացած տրանսֆորմատոր պետք լինի։ Բայց հետո որ
արդեն գնացին եկան Զամչաստ Մազարյան, արդեն իմացա որ գողացած են, պարզեցի որ գողացած է, բայց դա արդեն ուշ էր ոչ մեկ էլ չէր ելնի ասել, ես էլ եմ արել։ Արմենի ծանոթացել եմ ամառը, որը ներկայացել է որպես մասնագետ այդ գործով աշխատող, առել եմ իրանից 4-ից 6 հատ, մոտավոր 1000-ից 1200 դոլարի սահմաններում։ Խումբը կես տարվա ընթացքում գողության թիրախ էր դարձրել Արազապ, Ջանֆիդա, Եղեգնուտ, Տանձուտ, Այգևան, Հացիկ, Մարգարա եւ այլ գյուղեր, գողանալով գրեթե 4 տասնյակ նման սարքեր, միլիոնների հասնող նյութական վնաս պատճառելով ոչ միայն անհատների կամ կազմակերպությունների, այլև հողագործությամբ իրենց հացը վաստակող հարյուրավոր գյուղացիների, զրկելով հատկապես ամռան տապին հողամասերը ոռոգելու միակ հնարավորությունից։ Ամբողջ այս դաշտերը, այս ռայոնը, այս արտիզանով են ոռոգում։ Տենց ով էլ պատկերացնում, որ պետք է կայնեն, այս սվարկեն փոկեն, տրասֆորմատոր տանեն, փարկասով որ բացահայտվել է։ Իմացանք որ բացահայտվել է լավ։ Փաստիարթի վարուցվել է քրեական գործ, գողոնը մասամբ հայտնաբերվել եւ արգրավվել է։ Արմեն Պետրոսյանն ու Արթուր Իսրայելյանը կալանավորված են։ Շարունակվում են միջոցառումները Մրգաշատ գյուղի բնակիչ 1981 թվականին ծնված Էդգար Ղոմաշյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ Սպանությունն արդեն դարձել էր նախկինում կատարված։ Թվում էր, թե քրեական գործի քննությունը մտել է փակուղի, բայց շարունակվող հետևողական աշխատանքն ի վերջո ապահովեց Տաշիրի ոստիկանների հաջողությունը։ Դեպքն անցյալ տարի էր եղել։ Հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժինը հազանգած քաղաքացին հայտնել էր, որ քույրը Տաշիրի Կիրովի փողոցում բնակվող Զոյա Մկրտչյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, նրանից լուր չունի, անհանգստացած է։ Իրավապահները միայնակ ապրող տանտիրուհուն բնակարանում անշնչացած գտան։ Դիակի զնությամբ Զոյա Մկրտչյանի գլխին հայտնաբերվեց առնազեղված 8 վերք, որոնք էլ մահվան պատճառ էին հանդիսացել։ Ինչ որ մեկը բութ գործիքով հարվածել էր, տունը տակնու վրա արել ու հավանաբար արժեքավոր բան չգտնելով հափշտակել էր կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել։ Ամենայն հավանականությամբ տանտիրուհին ճանաչել էր հանցագործին, որովհետև ներս էր թողել։ Միասին անցել էին հյուրասենյակ, որտեղ էլ կատարվել էր դեպքը։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Սակայն օպերատիվ հետախուզական միջոցառումներով եւ դատավարական գործողություններով սպանության բացահայտման կապակցությամբ դրական արդյունքներ չարձանագրվեցին։ Մասնագիտական պարտքը թույլ չէր տալիս հուսահատվել եւ իրավապահները շարունակեցին հետևողական աշխատանքը, ինչն էլ դեպքից 1 տարի անց 2015 թվականի փետրվարին ցանկալի արդյունք տվեց։ Փետրվարի 19-ին տեղեկություններ ստացվեցին, որ Տաշիրի բնակիչ նախկինում գողության համար դատապարտված Արմեն Խանաղյանն օգտագործում է Զոյա Մկրտչյանի հափշտակված բջջայինի նմանվող հեռախոս։ Նույն օրը Խանաղյանը բերման ենթարկվեց։ Խոզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց հանգուցյալ կնոջ բջջայինը, փաստ, որն իր հետևից բերում էր մի շարք հարցեր։ Եվ Խանաղյանը պատմեց եղելությունը, խոստովանելով կատարածը, քննչական փորձառության ժամանակ մանրամասը ներկայացրեց, թե դեպքն ինչպես է եղել։ Հունվարի 27-ին օրը ցերեկով Արմեն Խանաղյանը գնացել էր Զոյա Մկրտչյանի տուն։ Գումար էր պահանջել։ Նրանք ծանոթներ էին։ Զոյան Արմենին էլ էր ճանաչում, նրա քրոջն ու մորն էլ։ Առաջին անգամ չէր, որ նրանց պարտքով փող էր տալիս, բայց այս անգամ մերժել էր։ Խանաղյանը մետաղյա ձողով հարվածներ էր հասցրել Մկրտչյանի գլխին, սպանել նրան, բացուխուփ էր արել տան պահարաններն ու գումար չգտնելով հափշտակել էր տանտիրուհու հեռախոսը։ Արմեն Խանաղյանը կալանավորված է, քննությունը շարունակվում է։ Խարդախության զոհ կարող է դառնալ ամեն մարդ, բայց կարող է եւ չդառնալ, ու դրա համար շատ մեծ ունակություններ, ինչ-ինչ հմտություններ հարկավոր չեն։ Պարզապես միշտ պետք է հիշել, թե սովորաբար որտեղ է լինում ձրի պանիրը, մեր թեմատիկ էջը։ Մարդկային սուտը մարդկության չափ հին է, որքան էլ ցավալի հնչի, բայց սուտն ու խաբեությունն առկա են գրեթե բոլոր հարաբերություններում։ Ամեն մարդ իր կյանքում կամա թե ակամա թեկուզ մի անգամ խաբել է։ Մեկին սուտը պարծենալու համար է պետք եղել, մյուսին պատասխանատվությունից խուսափելու, ոմանց համար էլ խաբեությունը մասնագիտական պարտականություն է։ Բոլոր չափահաս մարդիկ գիտեն խարդավանքի մասին, բայց չնայած տեղեկացվածությանը շարունակում են խաբվել։ Խարդախությունը գոյություն ունի եւ դեռ երկար ժամանակ կմնա նպատակին հասնելու յուրօրինակ ու հանցավոր մեխանիզմ։ Սուտն ու խարդախությունը չի կարելի դիտել որպես սեփական կարծիքն արտահայտելու միջոց։ Դա դիմացինին մոլորության մեջ գցելու դիտավորությունն է։ Խաբեությունը գործի է դրվում, երբ անօրինական ճանապարհով ինչ-ինչ նպատակներ կյանքի կոչելու խնդիր է առաջանում։ Խարդախության սուբյեկտիվ կողմի առանձնահատկությունը կայանում է նրանում,
որ այն կատարվում է ուղղակի դիտավորությամբ։ Այսինքն հանցավորը գիտակցում է, որ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով հափշտակում է ուրիշի գույքը, գիտակցում եւ ցանկանում է այդ։ Ովքեր դիմում են խարդախության, իրենք բավականին լավ ծանոթ են անձի հոգեբանությանը։ Նախ ի սկզբանե իրենց կողմից ընտրվում է մարդ, որը հոգեբանորեն խոցելի է, դա հոգեբանական տեսակետից, սոցիալական տեսակետից, այսինքն մարդիկ, ովքեր ավելի հեշտ կարող են հոգեբանական ազդեցության տակ ընկնել եւ որոշ քայլեր անել, որոնք պետք են հենց այդ մարդուն, ով կազմակերպել է այդ ամեն ինչը։ Գոյություն ունեն դիմացինին խաբելու թյուրիմացության մեջ գցելու տարբեր մեթոդներ։ Խաբեության գործիք կարող է դառնալ ամեն ինչ, ցանկացած փաստարկ, առարկա երևույթ, թեև խաբելու հիմնական միջոցը խոսքն է, սակայն բազմաթիվ աջակցող պայմաններ կան, որոնք սուտը նմանեցնում են իրականությանը։ Խարդախության դիմող մարդիկ բավականին երկար ժամանակ աշխատում են, որպեսզի գրավեն դիմացինին եւ սկսեն վայելել իր վստահությունը։ Երկրորդ տարբերակը, երբ որ խարդախությունը հիմնված է հենց դիմացինի այդ խարդախության նկատմամբ հետաքրքրությամբ եւ ենթագիտակցորեն ցանկության վրա։ Այսինքն, երբ որ մարդուն խոստանում ես հեշտ գումար, ինչ որ հեշտ նպատակին հասնելու միջոց, իր մեջ նախ եւ առաջ հետաքրքրություն է արտանում եւ երկրորդ հերթին ինքն էլ է ուզում դիմի ինչ որ տենց ռիսկային նույնիսկ քայլերի, քանի որ այդ ցանկությունը նաև իր մեջ կա։ Խարդախներից շատերը մեծ ուշադրություն են դարձնում հագուստին, քանի որ մարդիկ անծանոթի մասին հաճախ կարծիք են կազմում հենց նրա հագուկապի բովանդակությունից ելնելով։ Բացի այդ, որոշակի հագուկապն ընդգծում է մարդու սոցիալական կարգավիճակը, հնում այդ տարբերակումն առավել ընդգծված ու կանոնակարգված էր։ Սովորական հագուստից զատ կա նաև այսպես ասած որոշակի մասնագիտությունների հատուկ հանդերձանք, որի առկայությունը յուրօրինակ այցեկարգ է։ Խարդախները հաճախ են վստահություն ներշնչելու համար հանդերձավորվում, իսկ դյուրահավատ զոհերը մոռանում կամ ամաչում են դիմացինից պահանջել ինքնությունը հաստատող փաստաթուղթ։ Մեր օրերում խարդախները առավել հաճախ ներկայանում են գործ հարթողի դերում, եւ որպես կանոն մարդիկ խարդավանքի զոհ են դառնում, երբ փորձում են շրջանցել օրենքն ու իրենց համար ցանկալի գործարքը իրականացնել այլ ճանապարհով։ Առհասարակ անծանոթ միջնորդների ծառայություններից օգտվելիս անհրաժեշտ է պարզաբանել ու ճշգրտել գործարքի բոլոր մանրամասները։ Նման դեպքերում մեծ է խարդավանքը բացահայտելու հավանականությունը։ Փորձը վկայում է, որ չարժե մի քանի հազար դրամի խնայողության համար կարևոր գործարքները վստահել անծանոթների, որոնք ամեն պահի կարող են ձեր գումարների հետ անհետանալ։ Վստահության չարաշահման եղանակ է հանդիսանում նաև պայմանագիր կնքելը։ Առանց դրա պայմանները կատարելու մտադրության կամ պարտք վերցնելը, վարկ վերցնելը, առանց այն վերադարձնելու ցանկության ու մտադրության։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև այն դեպքերը, երբ խարդախության սուբյեկտի դերում հանդես են գալիս պաշտոնատար անձին կամ քաղաքացիական ծառայողները։ Որպես կանոն գույքի տիրապետողը նրանց ավելի շատ է վստահում եւ վերջիներս օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, օգտագործում են այդ վստահությունը եւ հափշտակում են գույքը։ Որոշ խարդախներ վստահություն ներշնչելու համար նախընտրում են զոհի հետ սեղան նստել։ Այս մարտավարության դրական կողմերից մեկն էլ ալկոհոլի ազդեցությունն է, որը զոհի զգոնությունը նվազեցնում է բնական միջոցներով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը վերաբերում է խարդախությանը։ Խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը պատժվում է օրենքով։ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում բացահայտվել են խարդախության 978 դեպքեր, որից 154 դեպքերը բացահայտվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից։ Ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է զգուշացեք կասկածելի մարդկանց կասկածելի առաջարկություններից եւ չեք դառնա խաբեության զոհ։ Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության ստորաբաժանումների աշխատանքը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ եւ 5-րդ գումարտակների աշխատակիցներն ավելի հայտնի են հրեշտակներ անվամբ։
Մայրաքաղաքի կենտրոնում անկարգություններ են արձանագրվել։ Մի քանի անձինք ոչ adekvat վարք են դրսևորում, խաթարելով քաղաքացիների անդորրը։ Հրամանով ոտքի են հանվում ոստիկանության բարեկապահակետային ծառայության գնդի 4-րդ և 5-րդ հատուկ գումարտակների ոստիկանները։ Վայրկյանների ընթացքում ստացվում է անհրաժեշտ տեխնիկան։ Ժամանակ ստացա արագ դուրս գալ Մաշտոցի պողոտա, քանի որ քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի մասը, մեր խնդիրն է արագ հասնել քաղաքացիները դինում է կոռեկտ, պահպանելով օրենքի բոլոր տարրերը։ Բազմությունը թշնամաբար է դրամադրված և հրեշտակների գումարտակի խնդիրն իրավիճակն առանց պատահարների հանգուցալուծելն է։ Ուժը կարող է կիրառվել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Տվյալ իրավիճակում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հանդարտության կոչեր են հնչում։ Եթե կոչերից հետո անկարգությունները շարունակվում են, 3 զգուշացումից հետո հրեշտակներն անցնում են ակտիվ գործողությունների։ Օգնության են հասնում լրացուցիչ ուժեր։ Քաղաքացուն նաև հենց այստեղ ցուցաբերվում է առաջին օգնություն, որովհետև բախումների ժամանակ քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել։ Հատուկ ներքին կապի միջոցով գումարտակի հրամանատարությունը կարողանում է օպերատիվ հրահանգավորման շնորհիվ անհամեմատ բարձրացնել գործողության արդյունավետությունը։ Սա հավանական տասնյակ սցենարներից մեկի վարժանքն էր, որ կարող է տեղ գտնել հրեշտակների գումարտակի ծառայողական առօրյայում։ Ինչպես շարք կանգնել, դիրքավորվել, առաջին օգնություն ցուցաբերել, հաղորդակցվել ինչպես օրինապահ քաղաքացիների, այնպես էլ օրենքի սահմանահատողների հետ, բանակցություններ վարել, լուծել անլուծելի թվացող խնդիրները, լինել միաժամանակ և հոգեբան, և ոստիկան։ Բարեկապահակետային ծառայության 4-րդ և 5-րդ հատուկ գումարտակների ոստիկանների համահունչ գործողությունները պայմանավորված են ամենօրյա քրտնաջան աշխատանքով։ Եթե ծառայության չեն, ապա լսարանում են, հրաձգարանում կամ մարզասրահում։ Հատուկ գումարտակների կազմավորման ակունքներում կանգնած ոստիկանության կապիտան Գեգամ Խաչատրյանն այսօր 4-րդ գումարտակի հրամանատարն է։ Վստահ է, որ դժվարություններն են գումարտակի ոստիկանների մեջ կոփել կամքն ու օրենքին ծառայելու պատրաստակամությունը։ Գումարտակը ծառայություն է իրականացնում փոքր կենտրոնում նրանք ծառայություն են իրականացնում 2 հերթափոխով, բայց 3 հերթափոխով մենք ծառայություն ենք իրականացնում Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Մեկ օր մենք ծառայության ենք, հաջորդ օրը մենք դասընթացներ ենք կազմակերպում գնդում, թե մարտավարական դասընթացներ, թե ծառայողական եւ թե ֆիզիկական։ Ինչ կրիտերիաներ կան գումարտակում ծառայելու, ինչ պարտադիր պետք է ունենա ձեր գումարտակում ծառայողը։ Հասկանալի է, գոյություն ունի համապատասխան չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն։ Ամենաառաջինը տվյալ ստորաբաժանումներում ընդգրկվելու համար պարտավոր են քաղաքացիները, ովքեր որ ուզում են դառնալ ոստիկան, ունենան բարձրագույն կրթություն, տիրապետեն տարբեր լեզուների եւ լինեն ֆիզիկապես պատրաստված։ Գումարտակների ծառայողներն ամեն օր իրազեկվում են գերատեսչության ղեկավարների նոր հրամաններին եւ հրահանգներին, ապա անցնում սովորական դասընթացներին։ Օրենքների իմացություն, քաղաքացիների հետ շփման առանձնահատկությունների կատարելագործում, լեզուների ուսումնասիրում։ Կարծում եք, գումարտակներում ծառայող կին ոստիկանների պարապմունքներն այսքանով ավարտվում են։ Ոչ մի դեպքում։ Կին ոստիկանները նույնքան պրոֆեսիոնալ են տիրապետում զենքին, որքան տղամարդ ոստիկանները։ Իհարկե, եթե դուք նկատել եք, մեր ստորաբաժանումներում զգալի մաս են կազմում կին ոստիկանները, որոնք որ իրենց ծառայությամբ, իրենց պատրաստվածությամբ բացարձակապես չեն զիջում տղամարդ ոստիկաններին։ Հրաձգարանի անմիջական հարևանությամբ մարզասրահն է։ Ծառայողներից ոմանք սպորտի վարպետներ են, փաստում է 4-րդ գումարտակի հրամանատարը։
Ի վերջո, ինչ առօրյա առանց ծառայության։ Պարապմունքները դեռ չէին ավարտվել, երբ որոշ ոստիկանների ծառայության դուրս գալու ժամը եկավ։ Նրանց աշխատանքի արդյունավետությունը անխոս կախված է նաև վերահսկողությունից։ Գումարտակների հրամանատարներն օրվա տարբեր ժամերի մեկնում են տարբեր երթուղիներ։ Ըստ կանոնագրքի ամեն երթուղում պարտավոր են ծառայել 2 ոստիկաններ, որպեսզի նրանք տիրապետեն երթուղու բոլոր առանձնահատկություններին եւ օգնեն միմյանց։ Մենք համագործակցում ենք գրեթե բոլոր ստորաբաժանումների հետ, քանի որ արտաքին ծառայությունը դա բազմաբնույթ ծառայություն է։ Քաղաքացիներն արդեն լավ են ճանաչում նրանց։ Աչքի ընկնող համազգեստ, միշտ օգնելու պատրաստակամություն ու զգոնության կոչ։ Սրանք ասոցիացիաներն են, որ առաջանում են հրեշտակներին տեսնելիս։ Համազգեստով քաղաքացին մեզնից մեկն է։ Այսօրվանից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկներում կգործի լուսացույցի ազդանշանների փոփոխման նոր փորձնական ռեժիմ։ Մանրամասնում է ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։ Հաշվի առնելով, որ մեծ թվով վարորդներ չսպասելով լուսացույցի կանաչ ազդանշանի միանալուն, կարմիրի հետ միասին դեղինը միանալու պարագայում արդեն իսկ սկսում են երթևեկությունը եւ տվյալ դեպքում խոչընդոտ են հանդիսանում այդ հատող ուղղությամբ երթևեկող տրանսպորտների միջոցների համար, ովքեր արդեն իսկ դեղին լույսի առկայությամբ փորձում են ազատել խաչմերուկը։ Որոշվեց Երևան քաղաքի Գայի պողոտայում փորձնական կարգով կիրառել լուսացույցի ազդանշանների որոշակի այլ ռեժիմների հերթականություն, մասնավորապես կարմիրը դեղինի հետ միասին, կանաչ, հետո դեղին եւ կարմիր հաջորդականության փոխարեն որոշվեց փորձնական կիրառել կարմիր, հետո կանաչ, հետո դեղին, հետո կարմիր հերթականությունը։ Ներկա պահին արդեն իսկ Գայի պողոտայում որոշ խաչմերուկներում կիրառվել են եւ մինչեւ մարտի 1-ը ամբողջությամբ Գայի պողոտայում կկիրառվի նման փորձնական ռեժիմ լուսացույցների եւ փորձի դրական լինելու դեպքում, այսինքն որևէ այլ խնդիրներ չառաջանալու դեպքում կամ խնդիրների լուծելուց հետո այդ փորձը կկիրառվի նաեւ Երևան քաղաքի բոլոր խաչմերուկներում։ Մենք կարող ենք որպես օրինակ տեսնել երկու խաչմերուկ, որտեղ դեռևս չի փոխվել ազդանշանը, սա Աջարյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկն է, տեսեք, դեղինը կարմիրի հետ միանալու դեպքում վարորդները, օրինակ այս տրանսպորտային միջոցի վարորդը արդեն սկսեց երթևեկությունը եւ այստեղ հատող ուղղությամբ եթե լինեին տրանսպորտային միջոցներ, ապա կխոչընդոտեր դրանց ազատմանը։ Եվ մեր մյուս խաչմերուկը, որտեղ արդեն իսկ փոխվել է երթևեկությունը, տեսեք, կարմիր լույսից հետո միանգամից միանա կանաչ ազդանշանը եւ վարորդները երթևեկությունը կսկսեն կանաչ ազդանշանը միանալու դեպքում, այսինքն դեղինի համակցությամբ չեն մուտք գործի խաչմերուկ եւ հատող ուղղությամբ արդեն իսկ կանաչ լույսի ազդանշանով խաչմերուկ մտած եւ դեղին լույսի ազդանշանի դեպքում խաչմերուկն ազատող վարորդների համար որևէ խոչընդոտ չեն ստեղծի։ Ուզում եմ նշել վարորդների համար մեկ անգամ եւս, որ կարմիր լույսի առկայությամբ խաչմերուկ մուտք գործելն առաջացնում է վարչական պատասխանատվություն եւ այն դեպքում եթե կմնա 1-2 վայրկյան եւ վարորդները կփորձեն այդ ընթացքում մուտք գործել խաչմերուկ, այդ դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Այս ամենը նպատակ ունի Երևան քաղաքում կրճատել հնարավորինս եւ խաչմերուկներում այդ չզիջելու հետևանքով առաջացող պատահարները եւ բացառել խցանումները, ինչի համար հորդորում ենք վարորդներին երթևեկությունը սկսել բացառապես կանաչ ազդանշանը, լուսացույցի կանաչ ազդանշանը միանալու դեպքում։ Մեր հաղորդումը մոտենում է ավարտին։ Դուք կարող եք դիտել եւս մեկ տեսանյութ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Փետրվարի 26-ին Դինամո մարզական հասարակական կազմակերպությունում իրենց մարզական պարապմունքներն անցկացրեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները էքստրեմալ պայմանների համար նախատեսված իրենց հնարքները հատուկ նշանակության վարչության ծառայողները փորձարկեցին Դինամո մարզական հասարակական կազմակերպության կողմից նոր ձեռք բերված մարզագորգի վրա, իսկ ճանապարհային ոստիկանության ծառայողները պարապմունքներից հետո ցանկություն հայտնեցին իրենց ուժերը չափել այդ օրը հարևան դահլիճում սեղանի թենիս պարապող դպրոցականների հետ։ Ի դեպ, նույն օրը մեկ այլ դահլիճում արևելյան մարզաձևերի խմբակում պարապում էին նաև ոստիկանության ծառայողների երեխաները, որոնց մի մասն արդեն որոշել է ընտրելու են ոստիկանի մասնագիտությունը։ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը շրջայց կատարելով մարզադահլիճներում հետևում էր պարապմունքների ընթացքին, լսում մարզվողների կարծիքներն ու առաջարկությունները, խորհուրդներ տալիս սկսնակներին։ Պարապմունքների ավարտին հատուկ նշանակության վարչության ծառայողները Դինամո մարզական հասարակական կազմակերպության կողմից մարզագույք նվեր ստացան։
Քայլ առ քայլ դու կպարտ ու վստահ Եվ ոգով եւ ուշով դուք անցաք Ճանապարհ շատ երկար մեզ սատար դուք դարձաք Եվ եկաք ու հասաք միշտ պատրաստ Իմ էզուր կառուցվեց մի հսկա Մի բանակ որ պատրաստ է արված Ատուցանալու ժամանքին աննկար Եվ հույսի հավատի մեզ պաշտպան Որ խոսում է հաստատ Միշտ խոհեմ աշխատանքի մեզ փակ Ձեր հոգում բեցան լույսի սմբաց Տիրոջ կամքով ստեղծված Ոստիկան Բարբիրոց մեզ ոցան Դուք ապրեք կամքով զորեք Դուք նոր է ստեղծված Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։